Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մայիսի 14-ն է։ Ինչպես արդեն տեսնում եք, ես հիմա գտնվում եմ ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենքի դիմաց։ Ուրեմն հիմա ասեմ, թե ինչով է պայմանավորված ոստիկանության Ստեփանավանի բաժնի դիմաց իմ կողմից տեսանյութ նկարահանելու հանգամանքը։ Մասնավորապես, ինչպես արդեն հիշում եք, ես իմ նախորդ տեսանյութերում բարձրաձայնեցի 2-ամյա փոքրիկ երեխայի առեղծվածային անհետացման վերաբերյալին վարկածները եւ իմ դիտարկումները։ Ինչպես արդեն հիշում եք, ես իմ տեսանյութերում բարձրաձայնեցի նաեւ այն մասին, որ անհայտ անձը զանգահարել էր ինձ եւ ինձ տեղեկատվություն էր տրամադրել երեխայի անհետացման հետ կապված որոշակի հանգամանքների մասին։ Ուրեմն պետք է հանրությանը տեղեկացնեմ, որ իմ այդ ահազանգից այդ անձնավորության կողմից ինձ զանգահարելուց անմիջապես հետո ես ինքս ահազանգել եմ ոստիկանություն եւ ոստիկանությանը տեղյակ եմ պահել այդ քաղաքացու կողմից ինձ զանգահարելու եւ ինձ տեղեկատվություն տրամադրելու մասին։ Եվ այսօր արդեն 2025 թվականի մայիսի 14-ին ոստիկանության ծառայողները այցելել են իմ բնակարան եւ իրենց ավտոմեքենայով ինձ հրավիրել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենք իմ այդ ահազանգի հետ կապված որոշակի պարզաբանումներ կատարելու համար։ Քանի որ այդ դեպքը ունի արդեն հասարակական մեծ հնչեղություն, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար գտա հանրությանը տեղեկացնել, որ ոստիկանությունը արդեն իսկ արձագանքել է իմ այդ ահազանգին, ճիշտ է մի քանի օր անց է արձագանքել, քանի որ ես իմ ահազանգը տվել էի շատ ավելի վաղ, այսինքն մի քանի օր առաջ եմ ահազանգել ոստիկանություն, սակայն ոստիկանությունը այսօր է արդեն արձագանքել իմ այդ ահազանգին եւ ինչպես արդեն նշեցի, այսօր 2025 թվականի մայիսի 14-ն է եւ մայիսի 14-ին ոստիկանները այցելել են իմ բնակարան եւ ինձ հրավիրեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին իմ ահազանգի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։ Քանի որ ինչպես արդեն նշեցի, այդ տեղեկությունները համարվում են գաղտնի, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնել ինձ զանգահարած անձի կողմից ինձ հաղորդած տեղեկությունների բովանդակությունը, ինչպես նաև նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնել ինձ զանգահարած եւ ինձ ինֆորմացիա տրամադրած անձի ինքնությունը։ Այսինքն այդ տեղեկությունները համարվում են գաղտնի եւ հրապարակման ենթակա չեն, սակայն հավաստիացնում եմ, որ ոստիկանությունը արդեն իսկ պարզել են ինձ զանգահարած անձի ինքնությունը։ Նորից եմ կրկնում, ինձ զանգահարած անձի կողմից ինձ ինֆորմացիա տրամադրելու այդ տեղեկությունների բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, սակայն ասեմ պետք է ինչպես որ նախկին իմ եթերներում եմ ասել, հիմա ներկայումս նույնպես վերահաստատում եմ, որ ինձ տրամադրած տեղեկատվությունը ինքը բավականին զարհուրելի տեղեկատվություն է, տա Աստված, որ այդ տեղեկատվությունը չհաստատվի եւ հերքվի, ինչևիցե սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, տեսնենք թե ոստիկանությունը այդ վարկածը ստուգելու ժամանակ ինչ հանգամանքներ կպարզվի, դա արդեն հետագան ցույց կտա, սակայն մի բան հստակ է, որ այս պատմության հանգուցալուծումը արդեն իսկ մոտ է, շուտով այս պատմությունը կհանգուցալուծվի, այսինքն այդ փոքրիկ երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքները շատ շուտով կհանգուցալուծվեն եւ հանրությունը կիրազեկվի երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքների մանրամասների մասին եւ վստահեցնում եմ, որ երեխայի առեղծվածային անհետացման հետ առնչություն ունեցող բոլոր անձինք օրենքի ողջ խստությամբ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Կրկնում եմ, օրենքի ողջ խստությամբ։ Անձամբ ես ինքս այդ հարցում լինելու եմ հետևողական եւ հետամուտ եմ լինելու, որպեսզի հնարավորինս շուտ պարզվեն այդ երեխայի առեղծվածային անհետացման բոլոր հանգամանքները եւ բոլոր մեղավոր անձինք
ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նաև ցանկանում եմ նշել, որ ինձ զանգահարած անձի կողմից ինձ հաղորդած այդ ինֆորմացիայի հենց բովանդակության այդ ինֆորմացիայի առանձնահատկություններից է բխում, որ հանրությունը պետք է տեղեկացված չլինի այդ տեղեկատվության բովանդակության մասին, համենայն դեպս գործի այս փուլում պետք է թե հանրությունը եւ թե երեխայի հարազատները պետք է տեղյակ չլինեն ինձ հաղորդած ինֆորմացիայի բովանդակության մասին, համենայն դեպս ես այդ ինձ հաղորդած տեղեկատվության բովանդակությունը չեմ հանրայնացնելու, ինչպես նաև չեմ հանրայնացնելու ինձ զանգահարած եւ ինձ ինֆորմացիա տրամադրած անձի ինքնությունը, եթե կլինեն անձինք շահագրգիռ անձինք, թե լրատվամիջոցի ներկայացուցիչներ եւ չգիտեմ, եւ թե այլ անձինք, ովքեր կցանկանան տեղեկություններ իմանալ այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ ինձ տրամադրած ինֆորմացիայի բովանդակության մասին, ապա տվյալ անձինք կարող են իրենք գրավոր հարցում անել ոստիկանությանը եւ եթե ոստիկանությունը նպատակահարմար կգտնի, ապա թող ոստիկանությունը ինքը հրապարակի ինձ զանգահարած անձի կողմից ինձ հայտնած ինֆորմացիաների տեղեկությունների բովանդակությունը։ Ամենայն դեպս ես ինքս այդ տեղեկությունների բովանդակությունը ամենայն դեպս այս փուլում չեմ հրապարակելու եւ չեմ հանրայնացնելու։ Նաեւ ցանկանում եմ հիմա հանդես գալ իմ վարկածներով, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ երեխայի փոքրիկ քրոջը 4-ամյա աղջնակին ենթարկեին հիպնոսի, քանի որ այդ երեխան դեպքի հետ կապված կան հանգամանքներ, որ դեպքի հետ կապված երեխան որոշակի հանգամանքներ աղոտ է հիշում 4-ամյա այդ աղջնակը, ուստի ճիշտ կլիներ, որ այդ 4-ամյա աղջնակին ենթարկեին հիպնոսի, քանի որ հիմա պարզաբանեմ հիպնոսը ինչ է դա իրենից ներկայացնում։ Հիպնոսը մարդու առողջության համար բացարձակապես որևէ վտանգ չի ներկայացնում, պարզապես հիպնոսի միջոցով մարդու ենթագիտակցության մեջ վերակենդանանում են մարդու թաքնված հիշողությունները եւ մարդը սկսում է հիշել, այսինքն մարդու ենթագիտակցության մեջ սկսում են վերակենդանանալ այնպիսի հիշողություններ, որոնց մասին մարդը մոռացության է մատնված մարդու գիտակցության մեջ։ Այսինքն կարծում եմ, որ հիպնոսի միջոցով, եթե կատարվեր հիպնոզ, դա կարող էր նպաստել, որ 4-ամյա աղջնակը հիշեր այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող էին գործի բացահայտման համար ունենալ կարևորագույն նշանակություն։ Նաև ինձ համար խիստ անհասկանալի եւ կասկածելի է, թե երեխայի հարազատները ինչու մինչ օրս չեն դիմել պետությանը, որպեսզի պետությունը ինքը դիմի միջազգային կառույցներին այդ արբանյակային նկարահանումները պահանջելու պահանջով։ Կարծում եմ, որ եթե սա խիստ անհրաժեշտություն է հիմա, որ միջազգային կառույցներից, միջազգային այդ եվրոպական պետություններից պահանջվի տիեզերակայանների, այսինքն տիեզերքում տեղակայված այդ արբանյակների կողմից նկարահանված տեսանյութերը, միգուցե լուսանկարները, անշուշտ դա կարող է նպաստել, որ դրա արդյունքում բացահայտվեր երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքները։ Հիմա նաև ցանկանում եմ նշել, որ երբ որ պետությանը պետք է լինում, պետությունը շատ լավ էլ դիմում է միջազգային պետությունը, այսինքն եվրոպական պետություններին Հայաստանի Հանրապետությունը շատ լավ էլ դիմել է նախկինում, ամասնավորապես երբ որ Խոսրովի անտառը այրվել էր, Հայաստանի Հանրապետությունը մի քանի տարի առաջ, երբ որ այրվել էր Խոսրովի անտառը, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց եվրոպական պետություններին այդ արբանյակային նկարահանումները իրենց տրամադրելու պահանջով, այսինքն քանի որ դա կապված է բավականին մեծ գումարների հետ, այդ իսկ պատճառով իմ կարծիքն եմ ես ասում, հնարավոր է, որ պետությունը չի ցանկանում գումար ծախսել դրա համար, քանի որ բավականին մեծ գումարներ պետք է ծախսի պետությունը եւ իմ պատճառով հենց դա է պատճառը, որ պետությունը մինչ օրս պաշտոնապես չի դիմել եվրոպական պետություններին, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվեր տիեզերակայաններում տեղակայված այդ արբանյակների կողմից նկարահանված այդ տեսանյութերը, լուսանկարները, որն անշուշտ կնպաստեր երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքների բացահայտմանը։
Քիչ հետո ես մուտք կգործեմ ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենք եւ ոստիկանությանը արդեն գրավոր եղանակով կտեղեկացնեմ ինձ սույն դեպքի հետ կապված ինձ հայտնի տեղեկությունների մասին, որ ինչպես արդեն նշեցի, դրանք հրապարակման ենթակա չեն, այսինքն հանրայնացնելու ենթակա չեն եւ եթե կան անձինք, ովքեր ցանկանում են տեղեկանալ, թե ես ինչպիսի բովանդակությամբ տեղեկատվություն եմ տրամադրել ոստիկանությանը, ապա կարող են գրավոր հարցում անել ոստիկանություն եւ եթե ոստիկանությունը նպատակահարմար կգտնի, թող ոստիկանությունը հենց իրենք հրապարակեն իմ կողմից ոստիկանությանը տրամադրված ինֆորմացիաների բովանդակությունը։ Ես երբեք դա չեմ հրապարակելու, ամենայն դեպս այս փուլում։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ ինձ զանգահարած անձի կողմից ինձ ինֆորմացիա տալու ժամանակ ես գաղտնի ձայնագրել եմ, ես ինքս ձայնագրել եմ այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ պատրաստակամություն եմ հայտնում այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը պատրաստակամություն եմ հայտնում տրամադրել ոստիկանությանը։ Նաև ինձ համար էլ հիմա հասարակությունն էլ է ինձ հարցեր ուղում, թե այդ անձնավորությունը ինչու հենց ինձ զանգահարեց, անկեղծ ասած այդ հարցը ինձ նույնպես մտատանջում է, ասեմ, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ ես նույնպես ինձ զանգահարած անձնավորությանը ուղղեցի այդ հարցը, թե վերջինս ինչու է հենց ինձ զանգահարել եւ ինչու չի հենց ինքը ոստիկանությանը այդ տեղեկությունները հայտնում, սակայն ինձ զանգահարած անձը հայտնեց, որ քանի որ ինքը իմ YouTube-յան ալիքով իմ եթերներով տեսել է իմ տեսանյութերը եւ տեսել է, որ ես մի քանի վարկածներ եմ առաջ քաշել եւ այդ հանգամանքներից ելնելով այդ անձը նպատակահարմար է գտել իր ունեցած տեղեկությունների մասին հայտնել ինձ եւ ինչպես արդեն նշեցի, ես այդ անձի կողմից ինձ զանգահարելուց անմիջապես հետո ես ինքս ահազանգել եմ ոստիկանություն եւ ոստիկանությանը տեղյակ եմ պահել ինձ զանգահարած անձի կողմից ինձ տրամադրված ինֆորմացիաների բովանդակության մասին։ Այսինքն այդ հեռախոսազրույցը նույնպես ես ձայնագրել եմ եւ պատրաստ եմ այդ հեռախոսազրույցի ձայնագրությունները տրամադրել այն պետական կառույցներին, որոնք որ ինձնից կպահանջեն այդ ձայնագրությունները։ Նաեւ հիմա շատ անձինք իմ հասցեին մեղադրանքներ են հնչեցնում ինձ ասում են, թե ես ինչու չեմ ես ինքս նույնպես, եթե իսկապես մտահոգված եմ այդ երեխայի ճակատագրով, ինչու չեմ ես ինքս նույնպես մեկնում Մարմարիկ գյուղ եւ մասնակցում երեխայի այդ որոնողական աշխատանքներին։ Ասեմ, որ Ստեփանավան քաղաքը Մարմարիկ գյուղից բավականին հեռու է գտնվում եւ ես չունեմ բավարար նյութական միջոցներ Ստեփանավանից Մարմարիկ գյուղ մեկնելու, այնուհետև Մարմարիկից Ստեփանավան ետ վերադառնալու համար, բացի այդ ցանկանում եմ հավելել նաև, որ Մարմարիկ գյուղում որոնողական աշխատանքներին մասնակցելու համար ինձ բնականաբար անհրաժեշտ է լինելու սնունդ, գիշերելու վայր, որը նույնպես կապված է բավականին ծախսերի հետ, ուստի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ես ինքս չեմ կարող մեկնել Մարմարիկ գյուղ եւ չեմ կարող մասնակցել այդ որոնողական աշխատանքներին։ Նաև ցանկանում եմ մի հանգամանքի եւս անդրադառնալ, ուրեմն ինձ անընդհատ տարբեր օգտատերեր գրում են, որ իբր թե ես իմ այս տեսանյութերով, լայքերով եւ դիտումներով իբր թե փող եմ աշխատում, ուրեմն ստիպված եմ հերքել այդ բոլոր բարբաջանքներն ու մտածածին զազրախոսությունները եւ հավաստիացնում եմ, որ նման բան չկա, ես այդքան ստոր անձնավորություն չեմ, որ երեխայի թեման շահարկելով փող աշխատեմ, այսինքն ես միանշանակ հերքում եմ այդ հանգամանքները եւ հավաստիացնում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, դրանք բոլորը ստոր բարբաջանքներ են եւ մտածածին զազրախոսություններ են, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ։
Ինչևիցե թերևս այսքանը ակնկալում եմ, որ պետական մարմինները ականջալուր կլինեն իմ այս տեսանյութում իմ կողմից արծարծված ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որոնք կարող են նպաստել այդ երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքների շուտափույթ հանգուցալուծմանը։ Նորից եմ կրկնում, որ հենց երեխայի շահերից է բխում, որ իմ ունեցած տեղեկությունները չհանրայնացվեն, չհրապարակվեն, մասնավորապես երեխայի շահերից է բխում, որ երեխայի հարազատները գործի քննության այս փուլում չպետք է տեղեկացված լինեն ինձ զանգահարած անձի կողմից ինձ հաղորդած ինֆորմացիայի բովանդակության մասին։ Թերևս այսքանը, այժմ ես արդեն տեսանկարահանումը կընդհատեմ, կանջատեմ եւ հիմա մուտք եմ գործելու ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենք իմ ունեցած տեղեկությունների մասին գրավոր արդեն ոստիկանությանը հայտնելու նպատակով։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։